Բարի բիսկույրեր, Պարկուդանք Աստծո, անցրևը գեցուց և գրծանք հավակվի։ Եվ գշարունագենք մեր լարան կարոզը, իրականության մեջ տերունական աղոտքը։ Եկեք միասին ասենք. Ով հայր մեր, որ երկինքն ես, քու անունը սուրբը լա, քու թագավորությունը թքա, քու կամքը լա, ինչպես որ երկինքը նույնպես ալ երկրից վրա։ Մեր ամենօրվա հասը այսօր ալ մեզի դուր, և մեզի ներե մեր բարդկերը, ինչպես որ մենք ալ գներենք մեր բարդաբաններուն։ Մեզ փորձության մի դանիր, հավաչարե մեզ ազատե, քանզի քուր է թագավորությունը և զորությունը և փառքը Հավիդյանս Հավիդենից ամեն։ Այո։ Այսօր պիտի կենտրոնանանք Մատթեոս 6:10-ը։ Անցյալ անգամ նայեցանք ով հայր մեր որ երկինքն ես քու անունը սուրբը լա։ Անուններում նայեցանք Հիսուսի եւ այսօր պիտի անցնենք Մատթեոս 6:10-րդ համարը հաջի սետակույր դարձա։ Քու թագավորություն կա, քու գամքը դլա։ Ինչպես երկինքը նույնպես ալ երկրի վրա։ Շնորհակալ եմ։ Մինչև հոս արդեն մենք Հիսուս մեզի դերունական աղոթքի մեջ սորվեցուց Աստծո հայրությունը, ով հայր մեր, paternity, երկը Աստծո առաջնագարկությունը, priority, անունը սուրբը լա, եւ հիմա գնայինք Աստծո հայդակիրը, program, թագավորությունը կա։ Ինչ է Աստծո թագավորությունը։ Աստծո թագավորությունը ունի անցյալ, ներկա, ապագա։ Անցյալն ունի, քանի որ Աստված թագավորությունը սկսավ եւ հիմնե եւ գիշխե մարդկության վրա եւ պատմության վրա հինել իվեր։ Ստեզակոզութենն է սկսյալ։ Թագավորությունն է այնադեն անցյալին գար։ Ներկայի թագավորություն կա եւ հիմա Հիսուս գիշխե եւ ասիգա կտեսնենք հստակորեն Ղուկաս 17-20-21 համարներում մեջ Luke 17:20 and 21 Օր մնալ բիդի չսեն թե ահա հոսե կամ ահա հոն, վասնզի Աստծո թագավորությունը ծեր ներսիտին է։ Ամեն։ Աշակերտներն ալսավ, օրեր բիդի կան, երբ թուք որդի մարդը օրերը մեկը տեսնելու բիդի փափակիկ ու բիդի չտեսնեք։ Եվ եթե ասեն ցեզի թե ահա հոսե կամ ահա հոն, մի երթակ ու անոնց մի հետևիկ։ 21-րդ համարը կարդացիր։ Վասնզի Աստծո թագավորությունը թրսված չէ, հաբացեր ներսիցին է։ Այո։ Երբ որ Հիսուս ասավ, որ Աստծո թագավորությունը թուրսեն չէ, ներսեն է, այսինքն երբ որ Հիսուսը քու մեջը դե, քու թագավորը դե, քու մեջը Աստծո թագավորությունը կա։ Վստահ ես տունադոր։ Վստահ ես բրգված լալուտ։ Անշուշտ Հիսուս երբ որ կպատվիրե ասիգա քու թագավորություն կա, աշակերտներուն ասել կուզե որ աղոթեցեք որ Աստծո թագավորություն կա։ Ինչպես կա Աստծո թագավորությունը։ Ամեն ադեմ որ մեկը գաշխարեք ու իրեր Աստծո թագավորությունը կա։ Անորոմալ Հիսուս աշակերտներուն ասավ որ քացեք ավետարանը քարոզեցեք։ Մենք որքան կխոսենք, որքան ուրիշներուն թագավորության բարգևը կամ պատկամը կուտանք, Աստծո թագավորությունը եկած կլա։ Եվ անշուշտ աբական որ Հիսուս հաղթական պիտի կա եւ Հավիդյանս Հավիդենից իր թագավորությունը պիտի հիմնե։ Աշխարհի վրա երկու թագավորություն կա, իշխանություն ասել։ Մեկը Աստծո թագավորությունն է եւ մեկն ալ Սատանայի թագավորությունն է։ Եվ ասիկա հստակ կտեսնենք Կողոսացիս 1:10-րդ համարի մեջ Colossians 1:13 որ մեզ ազատեց խավարին իշխանությունեն ու իր սիրելի որդին թագավորությանը փոխադրեց։ Խավարի իշխանություն, խավարի թագավորություն կա եւ որդին թագավորությունը կա։ Որ թագավորության մեջն ես դու։ Անունդ ուր է։ Ամենը սա խավարի թագավորության մեջ ծնունդով եղանք արդեն ավաշխարությունով, փրկությունով, մեղքերու խոստովանությունով Աստծո թագավորությունը կփոխադրվենք։ Հիմա մեր աչքը երկինք տանենք եւ արեքագնային թրությունը solar system-ը մտածենք։ Ինչպես որ արևը արեքագնային թրության մեջտեղն է եւ բոլոր մոլորակները անոր շուրջը գտարնան, նույնպես ալ Աստծո թագավորությունը երբ որ գետրոնական դեղ է, քու կյանքդ անոր շուրջ գտարնա։ Այսինքն շատ ադեն մեր կյանքը գտարցնենք մենք տարբեր բաներու շուրջ։ Ադիգա գտնալ կորց, հարաբերություն, ընտանիք, թրամ,
աբակա, 1001 բաներ։ Եվ ստեղծագործությունից ի վեր մարդիկ կխորեին, որ աշխարհին գետրոնը, դիեզերքին գետրոնը աշխարհն է։ Աշխարհի շուրջ կդառնան ամեն մոլորակները։ Մինչև որ Պոլանդացի աստղագետը Նիկոլաուս Կոպերնիկոս այդ եզրակացության եկավ, որ ոչ աշխարհի շուրջը չէ որ կդառնան մոլորակները, այլ արևուն շուրջը, արևն է կենտրոնականը։ Ուրեմն արևը նմանցնենք Աստծո թագավորության, որուն շուրջը պետք է դառնա մեր կյանքերը, որպես իմաստ ստանա։ Եթե արևին շուրջը չի դառնալ, որ քիչ է դուրս գելն է։ Այդ կյանքը, որ Աստծո թագավորության հավիտենական կյանքի շուրջ չի դառնալ, որքան հաճող լա ժամանակավորապես աշխարհի մեջ, ի վերջո, պիտի քիչ է դուրս գելն է։ Ադորամար քույրեր շատեր ներքնաբես բարավ են, they're unfulfilled։ Vacation-ը մի երթամ քիչ մը լավ կսկամ, դունս նորոգեմ լավ կսկամ, ասկորձը առնեմ լավ կսկամ, զավակս ամուսնացնեմ, թորնիկ ունենամ լավ կսկամ, հետո կտեսնես, որ ամենալ բարավ է։ Ժամանակավոր բաները, այսօր գավաղը չի գա, հուսախաբություն կա, ցավ կա, եւ ինչու, քանի որ Աստծո թագավորության շուրջ եթե չի դառնա, կենտրոնական իմ արարգաս ուղերից մեջ իմ անցից իմ զրակիներու շուրջը լա, այնադեն ուրախ պիտի չլամ։ Ասիկա կնմանի նորածին մանուկը։ Ինչ կնենք, ես գիշերը գելը գուլա գբորա, ինչ կզգատ ուզե։ Եթե մամանս է դղաս, աղջիկս, ես հիմա ասպաղ եմ, հիմա ջաշ կնեմ, որ ես ժամեն քեզի գատ ուդա, մտի կնե։ Ոչ, մենք ալանանք ենք երբեմն։ Աստծո թագավորությունը գցենք ես իմ զրակիներս, իմ նպատակներս, իմ եւ ասպես կապրենք։ Աստծո թագավորությունը, բայց մարդկային թագավորությունները քերիշխան է։ Եթե բացմության ագնարկ մնետենք, կտեսնենք, որ թագավորություններ բարձրացան, թագավորություններ ինքան։ Ունենք Պապելոնյան կայսրությունը, անգեց հետ եկավ Մարաց ու Բարսից, Հունաց, Հռոմեական, ամենալ փարսուկներով հասան, ամենալ ինգան։ Թանիելի 5-րդ փոխում մեջ պիտի նայենք 25-ին 28 համարները։ Թանիելի Daniel 5, 25-28։ Այսպես գրված է. Մանե, թեգև ու Փարսին, այս խոսքի մեկնությունը այս է. Մանե, Աստված քո թագավորությունը թամրեց ու զանիգա վերջացուց։ Թեգև գշիվով գշրվեցավ եւ բագաս գտնվեցավ։ Փարսին քու թագավորությունը բաժնվեցավ եւ մարերու ու բարսիկներու դրվեցավ։ Ուրեմն ասի բոլոր աշխարհի թագավորություններն ընթացքն են։ Ելավ, հետո մեկ գիշերվա մեջ քոթուն վրա ինգավ վերջացավ, քնած ասի Բաղդասասար թագավորներ։ Եվ մանավանդ կտեսնենք Թանիել 5:21-ի մեջ Daniel 5:21 արտիքի դերակտաս وطرد من بين الناس وتساوى قلبه بالحيوان وكانت سكناه مع الحمير الوحشية فأطعموه العشب كالثيران وابتل جسمه بندى السماء حتى علم أن الله العلي سلطان في مملكة الناس وإنه يقيم عليها من يشاء. Այո, նկատուր հաջիս շնորհակալ եմ։ Անի գամարտուց որդիրու մեջ վրընդվեցավ ու անոր սիրը անասուններու վեց եղավ եւ անոր քնաբությունը վայրենի էշերու հետ եղավ արջարներու վեց խոտ կգերցնեին անոր ու անոր մարմինը երկնքի ցողովը կտրճվեր մինչեւ որ քիծապ թե մարտոց տակավորությանը վրա Փարսիան Աստված կդիրե ու ուզած մարդն անոր վրա գտնե Ասի Նավուկոդոնոսորի բացմությունն է, որ գենտանի եղավ 7 տարի, մինչև որ քիծա, որ Աստված է քերիշխանը։ Թագավորություններ կան եւ գերտան։ Kingdoms will come and go away, մեկը եկ մգան դրանով։ Թագավորություններ գերտան։ Ուրեմն ինչ է երկինքի թագավորությունը, որ Հիսուս ուզեց, որ մենք աղոթենք եւ ասենք երկու թագավորություն կա։ Եվ ասի Հովանես Մգրտիչի քարոզներ։ Կտեսնենք ասի Մատթեոս 3:2 Matthew 3:2 եթե սիրված նեզի գարցա Մատթեոս 3:2 Երեկե բիդեսկսի Երկրորդ համարը ու գսե Աբաշխարեցեք վասնզի երկնքի թագավորությունը մոտեցած է Շնորհակալ եմ Աբաշխարեցեք վասնզի երկնքի թագավորությունը մոտեցած է Հիսուս ինքը քանի անգամ հիմա ճիշտ թիվը չեմ հիշեր քանի անգամ Աստծո թագավորության մասին խոսեցավ
Եվ ասի երբում գորիզը ինչ է թակավորությունը ապաշխարությունը։ Երբ որ դու ապաշխարած ես, Աստծո թակավորության մաս կկազմես։ Աստված քեր իշխան է, բայց մեղքը Աստծո թեմ ապստամբություն է, ինչպես Սատանան Ադամի եւ Եվայի մեջ մտնելով խաբեց իրենց։ Եվ Աստծո թակավորությունը իրենց խավարի թակավորության դարավ։ Բայց Աստված Աբրահամի միջոցով իրեն թակավորության սերունդ մը ընդրեց եւ ադիգա գիտենք որ eventually Հիսուս աշխարհ եկավ Աբրահամի սերունդեն եւ որբեսի իր թակավորությունը հիմնե։ Եվ Հիսուս երբ որ եկավ մարդիկ խորեցան որ ասի քաղաքական թակավորություն ունի, ով ասին։ Մեզի հռոմայական գայստերն պիտի ազատագրե։ Բայց Հիսուսի նպատակը ներքին թակավորություն է, ներքին սրդի փոփոխություն է, ասիրդ որ ամեն բան ավելի չար ու խիստ խափեփայ է։ Ադորամար ան որ այս նվերը գտնունի, այնտեղ թակավորությունը իրը գլա։ Հիսուս սորվեցուց Աստծո թակավորության մասին արակներով։ Եթե Մատթեոս 10-րդ գլուխը փանակ պետք է մտածնելու 7 արակներու մասին գխոսի Հիսուսուն։ Մեկը գխոսի Սերնացանին արագը։ Սերնացանին արագը եւ Մատթեոս 13-19-ի մեջ կսե այն ամենը որ թակավորության խոսքը գլսե ու միտք չարներ Շարը գուկա անոր սրդի մեջ ցամվածը կհապշտագե, ասիգա այն է որ ջամքունքով ցամված է, ուրեմն թակավորության խոսքը գցանվի Սերնացանի արագի մեջ։ Թարգչալ գտեսնենք Մատթեոս 10-րդ գլխու մեջ Որոմին եւ Փարի Սերմին արագը։ Թարգչալ գտեսնենք Մանանեխի Հադին արագը 10-րդ գլխու մեջ։ Ետքը Խմորի արագը, որ խմորեցավ։ Ետքը գտեսնենք Մատթեոս 13-44-ի մեջ կտեսնենք կանցը, բախված կանցը։ Ետքը կտեսնենք Մարգարիտը եւ 47-րդ համարի մեջ կտեսնենք Ուրգանը։ 7 հատ արակներ կան 17-րդ գլխու մեջ Մատթեոս 13, որ Հիսուս թակավորության մասին խոսի եւ ադիգա կնմանցնե մեզի։ Ուրեմն ներկայիս մեր բարդականությունն է Աստծո թակավորության մաս կազմել եւ երկու ուրիշները հրավիրել։ Գիշեր ինչպես Գիրագյուրը մեր այդ թուրք եղբայրը որ խոսեցավ, ասավ արդյունք պետք է որովհետեւ մենք մարդոց հասնենք թակավորության բերել։ Փառք Աստծո որ Աստված ելին մեզ թուրքը դարձուցել է իր թակավորության եւ հիմա ինքը նույնը գնե։ Մենք երբ որպես Աստծո զավակ, երբ որ իրեն կբաշխտես, երբ որ իրեն հնազանդ կապրիս, արդեն Աստծո թակավորությունը կհարաճացնես։ Քու կյանքովդ։ Ես իմ կյանքից թակավորը չեմ։ Այլ կխոնարհիմ Աստծո քերիշխանության դակ եւ ուրիշներուն կփաշնեցին, որովհետեւ անոնք Աստծո թակավորությունը ընդունին եւ օր Մահավիդյանս ավիլերից բոլորս միասին ապրենք երկնքի մեջ, Աստծո թակավորության մեջ։ Եվ Աստծո թակավորությունը ամեն ցեղե, լեզվե, քույնե, սև, ջերմակ, կարմիր, թեղին, արաբ, չինացի, պարսիկ, հնդիկ, հայ, ամերիկացի, կանադացի, ուզածը ամեն ասկեգա։ Երբ որ մենք կաղոթենք թակավորություն կա, ասել կուզենք ով Աստված, իմ վրաս թակավոր եղիր եւ իմ միջոցովս ուրիշներուն թակավոր եղիր։ Որուն դու կփաշնեցիս որ թակավորության խոսքը դուրս։ Մեկը գամատ գիտ մեջը որուն դու պետք է փաշնեցիս։ Մտածել, աղոթե որ Աստվածը դրատն է։ Ուրեմն Հիսուս սորվեցուց մեզի կուտակավորություն կա, հաջորդը ինչ ասավ? Ուգանքը դատա։ Հիսուս ինքը աղոթեց այս աղոթքը, ճգնաժամային աղոթքը, Մատթեոս 26:39 Սիլվակույր հաջիս։ Մատթեոս 26:39 Matthew 26:39 Կողորտս շապուճոտա Մատթեոս 39 Կոստուլա Matthew 26:39 39-րդ համարը, այո։ Ինձ արիտ կուտակոր գողորտս մակրեմ։
Ու քիչ մարդ շև երթանով իր երեսիվրա ինգավ և աղոտ կրա ասելով ով հայրին, եթե կարելի է թող այս քաղաքը ինձ մեր անցնի, բայց ոչ թե ինչպես ես ուզեմ, հապա ինչպես դու ուզես։ Ամեն։ Ասիգա Հիսուս ինքը աղոթեց Երևանայից հետ, ով Աստված, ով հայրին, ոչ թե ինչպես ես կուզեմ, հապա ինչպես դու ուզես, ոչ իմ կամքս, այլ քո կամքը։ Հիսուսի քերակնին նվադակը հորը կամքը կատարելն է։ Ամեն վարյան Աստծուց մեկ աղոթել ինքը։ Երբ մենք կաղոթենք ով Աստված քո կամքը դլա, ասել է որ 100% ցերկեր գնես կսես որ քեզի գնաս ալտին։ Ասի ընելը թիրունը քույրեր։ Անգեզելանք։ Քանի որ երբ որ գաղոթես եւ գսես ով Աստված քո կամքը դլա, թերևս Աստված փամը բիդարդոնե կյանքիդ մեջ որթուն բիդի ճուզես։ Հիվանդություն գրնալալ, ցախապություն, հարաբերության մխզունը Ասուս շատ բաներ Աստծո կամքը չեն Աստված գարդոնե սատանան ալ գմտնի մեջը ինչպես որ հոփին ալեն նրա բայց Աստծո թողդուությամբ կլա միշտ կորձունի մեր սրտերի մեջը մեր կամքերի մեջը եւ մեկ անցում որ երբեք չի հպատակեցավ Աստծո ծրակիրներուն սատանան ինքն է եւ ասիկա կտեսնենք Եսայի մարգարեության 14 կողոն 13 եւ 14 համարները Isaiah 14 13 and 14 այո եթե երկու մարիները մեզի գարտան Սուրգիտ մեջը ասած իր երկեք երեմ իմ աթորս ասուծո աշխերու վրա բիդի ասրացնեմ և ժողովիլերը Հիսուսի կողը բիդի պնագի Այո, հաջորդ համարը Մարի Ամբերուն պարսություններուն վրա բիդի ելեմ, պասրելուն բիդի նմանեմ Շնորհակալ եմ Երկինք ելեմ, աթորս աստղերեն վերթնեմ Ժողովքիլերը Հիսուսի կովերը պնագիմ Ամբերուն պարսությունները ելեմ, պասրելուն նմանեմ Ասի անգլերեն վրատասն է այ գսեգոր 5 անգամ Yes Ասի ասոր ուր դեղը ով Աստված քո կամքը դլա է Ինչպես կդնանք ասիկա հաշտեցնել Ուրեմն այսպեսով աշխարհի մեջ երկու կամք մտավ Ինչպես քիչ առաջ ասին երկու թակավորություն մտավ ասանգալ երկու կամք մտավ Իմ կամքս Աստծո կամքը Մենք մեկը ներողություն մեկը Աստծո գադարյալ կամքն է մեկը նա սատանային նեխած կամքն է Սատանան սկիզբը ասան ոսկերքույն գծեցնի իր կամքը ասե որ եղուր ասոր մեջ հարստություն ուրախություն անտորություն խաղաղություն Աշ ճամփան լայն ճամփան հանգիս խաղաղ ապրիր ասե ժամանակավորը բես գլանա քույրեր իրական գլա մեկը գտես կաճողի հետո բայ անգլիսի անգլներու գերտա սատանան խապետայ է ինչ որ գծեցնի հագարակը պիտի պատահի ադորամար մենք միշտ պետք է ասենք ով Աստված ոչ իմ կամքս այլ քո կամքդ ինչպես ամեն լեզվե ամեն ցեղե ամեն ազգե թակավորության մեջ Աստված մարդ կառնե նույնպես ամեն ազգե ամեն ցեղե հբարդացած մարդիկ կան որոնք սատանային թակավորության մեջ են եւ այս հբարդությունը պետք է գդրվի ըմբոստությունը դառնա որբեսի անհադը Աստծո թակավորության կալովս է ով Աստված ոչ թե իմ կամքս Անորոմար Աստված երբեմն անդադար մեր կամքերուն վրա աշխատի այո մենք իր թակավորության մեջ ենք բայց ադեներ գից կզարնենք Աստծո կոդոշ կփարսացնենք ինչու գսենք չեն գսած ես սերեմ ինչու գնես որ ասիգա ինձ ես ինչ չրի որ ասկան քեզի զարայեցի ասրի աների ասի արդյունքը հուսախապություններում մեջ կերտած կամքի մեջ չէ եւ ադիգա մեզի փանգնե կհիաստապեցնե ինչ է Աստծո կամքը քույրեր եւ մենք ինչպես կնանք սորվի Աստծո կամքը իր հայտնված խոսքին մեջն է երբ որ դու ամեն օր Աստծո խոսքը կփանաս կդարտաս Աստված քեզ հետ խոսի որ եւ անդր մեջ իր հայտնված կամքը կա եւ քեզի գծցնե եւ Աստծո բացարձակ հայտնված կամքը շատ թյուրին համարները որ մենք արդեն խոսք գիտենք անոնց մեկ հադին նայենք Հռոմեացիս 12 1 եւ 2 Romans 12 1 and 2 եթե սետա եւ ռիթա մեզի գարտակ Հարկ դավաշեն ցեզ եղբայրներ Աստծո ողորմությունով որ մեր մարմինները անցայեք ինքանուր և մով սուրբ Աստծո աջերի որ ծեր բանավոր
Բաշտոնը, այո։ Հաջորդ համարը Ռիտան թողա։ Եվ մի Գերբարանի այս աշխարհին Գերբարանքովը, հավատացիր մտքի նորոգությունով, նորացվեցեք, որպեսզի քնեք, թե ինչ է Աստծո գամքը, որ բարի ու հաճելի եւ գադարյալ է։ Շնորհակալ եմ։ Աստծո գամքը ինչ է եղել։ Բարի հաճելի եւ գադարյալ է։ Աստծո գամքը մեր սրբությունն է քույրեր։ Ընձայե մարմին կսեգոր։ Ընձայե մարմին ինչ ցել է գիտես։ Թեսլիմն էլ ես գամք չունի մսել։ Ասիգա։ Մեկ հատ կնես հաջորդ օրը նորեն գլուխներդ գելը։ Մեկ հատ կխոնարիս հաջորդ օրը նոր բանի մարչև ես ասոր ինչպես պիտի խոնարիմ գսես։ Մինչև այնադեմ որ մեր ռունկունքներում մեջ շունչ կա Աստված ամեն օր մեզի գամած ազնվությամբ, սիրով, քրգելով գսե որ զավակս եկուր աստեղը պետք է խոնարիստուն։ Աստեղը պետք է հանցնես ինձի լման ենթարկվիս։ Եվ ասի it's a lifetime process։ Բոլոր գամքերից կդերի։ Դարձյալ Աստծո գամքը Փիլիպպեցիս 4 6-րդ համարի մեջ կտեսնենք Philippians 4:6 Փանիմա համար հոգ մի ենեք, հաբա ամեն մեջ աղոտկով ու ազաչանքով, կողությունով, մեկ տեղ ծեր խնդրվածը Աստծո հայտնի ելա։ Աստծո գամքը ինչ է, որ դու փանիմա համար հոգ չնես։ Դու 3 հոգ ունեիր, բերի հոգ։ Ես արի, բախսար փանիմա, այո։ Մտահոգվեցար, հաբա քուն փախցուցիր գնալալ Ինչ սավաստված, բանի համար հոգ մի ինեք, ես աղագարագարի, աստծո գամքն է, որ ես հոգ չնեմ, ինչու, քանի որ աստծո գամքը բարի հաճելի գադարյալ է, ես այն չկսեմ դեր ու գամքը բարի չէ, չար է, հաճելի չէ, թյուրին չէ գլելը, ըմբելը, ինչպես Հիսուսը ոչ թե իմ գամքս այլ ու գամքը հետ։ Որքան ես իմ գամքս հպատակեցնեմ աստծո գամքին, այնքան ավելի պիտի գնամ աղոթել եւ ասել Քու գամքը դլա ինչպես որ երկինքը նույնպես է երկուսը։ Եվ առաջին Հովաննու 4 ըստներություն 5 14-15-ի մեջ կտեսնենք Աստծո գամքը որ ինչ է, առաջին Հովաննու 5 14-15 այո դասիա եւ հերա։ Մենք համարձակությունը ունենք համակով, քանզի գիտենք թե ինչ որ խնդրելու լանք իր գամքի համեմատ պիտի լսեմեզի։ Եվ եթե գիտնանք թե պիտի լսե ինչ որ խնդրելու լանք, ուրեմն կգիտնանք թե պիտի առնենք Ինչ որ խնդրենք իր մե։ Ինչ որ խնդրելու լանք իր գամքին համեմատ շնորհակալ եմ։ Հիմա մենք երեխայի մեջ չենք գնա Աստծո քալսեր ինձ շաքար դուր, շոկոլադ դուր, խաղալիք դուր, ամենադեն գիտեք երեխաները շուգա երթան եմ ամային որ ցերկը գցում դեն, դալշտորեն խաղալիք կուզեն, զիբիլի չափ խաղալիքները գլեցին դու նգթափես նորը կուզեն, անհակեն։ Մենք չենք գնալ Աստծո անանք ինձ դուր ասել, ասիկա երեխայական է։ Անցյալ անգամ ինչպես ասենք լիստայով ու կան Աստծո։ Ոչ կսե Աստված առաջ իմ սրբությունս, առաջ իմ թակավորությունս, առաջ իմ գամքս։ Երբ ես գաղոթեմ ով Աստված քո գամքը դլա, ասել գուզամ Աստծո ով դեր ես քեզի վստահիմ։ Քո զրակիրներուդ, քո նպատակներուդ եւ ոչ թե միայն իմ անձնական, այլ աշխարհի վրա ինչ որ կբադայի որ դերմը երաշարժ եղավ, ցունամի եղավ, հուրիկեն եղավ, դերմը բادرազմ գա, Աստված գուզե ոչ, բայց կարդոն է որ գլա որ, քանի որ երկու թակավորություն կա, ասին չէ։ Թակավորությունը սատանային եւ Աստծո։ Երկու կամ կա, Աստծո կամ կա, սատանային կամ կա։ Ինչպես որ երկինքի մեջ Աստված քերիշխան է, եւ պետք է աղոթեմ որ Աստված աշխարհի վրա էլ քերիշխան է։ Անորամար ըսա որ թակավորություն կա գամքը դլա ինչպես որ երկինքը նույնպես է երկրի վրա։ Երկինքի մեջ Աստծո գամքը 100% կգադարվի միշտ։ Ռեշտակները արագ, ամիջապես, գադարյալ, ուրախությունով հրջվանքով, խանդավառությունով անընդհատ Աստծո գամքը կգադարեն որ երկինքի մեջ։ Հիմա երկրի վրա պես է բայց Աստծո գամքը։ Ես ամիջապես կգադարեմ որ ուրախությամբ, խանդով, երանտով կգադարեմ որ ոչ։ Եվ պետք է աղոթենք որ Աստված չարը բաց չէ, ըմփոստը իր փանինդակը տնե, բայց օրը պիտի կա որ ամենն պիտի Աստված արդարությունը անե եւ այո ամեն զում պիտի ծրի իրեն։ Անցնավես ես ինչպես կգնամ Աստծո գամքը apply-նել, այսինքն գիրառել իմ գամքից մեջ խորհուրդ շուտվա գադարելավես իրեն հանձնվիր։ Մի բայկալել Աստծո հետ։ Եթե Աստված թուրմը կոչեր է մի հրեր։ Մենք երբեմն դհրենք Աստված թուրմը կոչե։ Դակնաբդ իրեն դուր, release your anxiety։ Ես ասի որքան պետք ունիմ ամեն օր ես ինքս քարոզելու։ Քանի որ
Օրնոր նյութնոր։ Երբեմն սատանան գամեցնե։ Մժերը փիրգնե։ Ինքը մժեր է։ Նյութը մժեր է։ Փիրգնե։ Եվ ափիրին դավթուն արդեն կացիր։ Release your anxiety. Որովհետև քույրեր մենք մեր կյանքի շատ մանրամասնություններով վրա կոնտրոլ չունենք։ Երբ որ կոնտրոլը ցերկետ կերտա, արդեն anxious կլաս, anxiety կունենաս։ Գդակնավիս, քանի որ չես կնավոր կոնտրոլնել։ Մանավանդ զավակներ դե որ մեծնան։ Երբ ավելի կոնտրոլը ռեգիրել ցերտ է։ Տուն հազարս է, աստոպիտիցը կես կրնաս, ստահին, release your anxiety եւ ամեն օր հնազանդությունով ապրիր։ Երբ որ Աստծո հայտնված խոսքը կգարտաս, Աստծո գամքը կգիտնաս եւ կդարելու հնազանդության հոգի աղոթ է։ Եթե մի բարդեզի մեջ Աթամ եւ Եվանեսին ոչ քու գամքդ մեր գամքը։ Եթե մի բարդեզեն սկսավ, չէ՞։ Բայց Քեթսեմանի բարդեզի մեջը Հիսուսը ասավ ոչ իմ գամքս այլ քո գամքդ։ Երկու բարդեզ կա քույրեր։ Եթե մի բարդեզ կա, Քեթսեմանի բարդեզը կա։ Եթե մի բարդեզի մեջը թունք ու գամքդ կբարդատրես, Քեթսեմանի բարդեզի մեջը դեսես ոչ իմ գամքս։ Թուն որ բարդեզի մեջն ես այսօր։ Մենք երբեմն աս երկու բարդեզներում մեջ վարյանական գերտանք ունենք։ Եվ Աստված երբեմն թերևս քեզի ամեն օր Քեթսեմանի մեջ պիտի տնե։ Որովհետեւ դու ոչ իմ գամքս, այլ քո գամքդ։ Փաներ թումբի դուզես, Աստված ոչ պիտի։ Փաներ թումբի չուզես, Աստված պիտի, ասի պիտենես։ Եվ ինչպես քիչ առաջ ասի, մի հրեր որ թուրմը փածվի, ասի ով Աստված քո գամքը դլա։ Եվ քանի որ մենք ամեն օր Քեթսեմանիներ պիտի ցիմակրավենք։ Եվ ամեն օր եթե մի բարդեզին հագարակը պետք է ենենք։ Եթե մի բարդեզը քեզի պիտի ուզած դրե, Քեթսեմանի պիտի քեզի Աստծո ուզած արե։ Երբ որ մենք կաղոթենք քո գամքը դլա ինչպես երկինքը, նույնպես էլ երկինս վրա, մենք ուտերեն գարնենք ասկաղապարը, գտեսնենք ասի Սաղմոս 103:19, Psalm 103:19, համար։ Դերը իր աթորը երկինքի մեջ հաստատեց, անոր թագավորությունը ամենուն վրան գտիրե։ Դերը իր աթորը հաստատերը հոն, թագավորությունը ամենուն վրա գտիրե։ Երկինքը իր գամքը կգադարվի որ, ինչպես քիչ առաջ ասի։ Եվ Աստված երկինքը ասանք ցերնձալ չեն ստաց որպես հանդիսադես spectator։ Նայեմ ինչ կլա որ աշխարհի վրա։ Նո Աստված քերիշխան է involved է, այսինքն մեր կյանքերում մեջը ինքը բաժին ունի, ցերկ ունի, երբեմն մադը կջնշե վիճակի մեջ, երբեմն մադը կքաշե, երբեմն խարդոցը գարնե, կսկսի դաշել մեզի, սրել, երբեմն ջախարագին բես մենք ատգավե ամաններն ենք պրոդին ցերկի մեջ ասանք Աստված քեզի կշինե որ ամեն օր քույրես ադորամար աղոթքով մենք Աստծո հետ հանցենք եւ մենք չենք գնալ ինչպես մեր երեխաները գուքանի մամային ցերկը գսմրտեն ասի ուզեմ մենք Աստծո ցերկը չենք գնալ հրել ասանք we can't twist his arm if an անկլերենով այսինքն չենք գնալ Աստծո ցերկը բնտել որ ասին է այլ մենք պետք է ասենք ով Աստված ցերկս քեզի կհանցնեմ քու ցերկետ կբռնեմ ուր գուզես ջոնդար ամեն ինչ որ գուզես ես անկարինեմ Եվ մենք գիտեք քույրեր, մենք շատ ադեն գաղոթենք ով Աստված ես ասաս ծրակիցներ ունիմ, հոսպիտալ տամ, ասպիտենեմ, ասկուզեմնել, աստեղը հաջիս օրտնե, մեկ առազատ վրան աղբի բերմցանե, եւ ինձ ուզածս ցկե որենեմ։ Մենք անանք գաբրիլ կերպեմը եւ անանք գաղոթենք։ Ով Աստված գիտես ես արդեն ամենը հասավորել եմ, ցանկս ամեն կոնտրոլիստա գրե, մի անտեն վրան մեկ հատասանք, ցերկտիր օրտնե ինձի։ Աստված ագսե որ աղջիկս Ցերկդ քաշեք ու կյանքետ, լման ռեգի ինձի դուր, ես ըլլամ կու օթոտ կշողը, թունքովս նստիր, եթե պետք լա եդև նստիր, աչքեր փոցե բարգիր խորուկ թունմը քաշե, շունչ մնալար, ինձի վստահիր, Աստված մեզ մի լավ գիտեք հույրեր, բայց մենք ինչ կխորինք, մենք ավելի լավ գիտենք, մենք մեր ամուսիններն ավելի լավ գիտենք, մեր զավակները, մեր զնողներն ավելի լավ գիտենք արդեն, չէ՞։ Մեր բադանի եղածներն մամաս պապաս փոքր չեն գիտեր, չեն հասկնալ։ Հիմա մեր զավակներն նույն մեզի գսել, նույնիսկ մեր թոլիկները։ Մեր դուք ձերացել եք։ Հա, ձերացակ դուք այլևս 5 ղապայեք, դուք ասերում ինչ եք պատկանիր։ Ասամ է old fashion dish, այո դեպի մարի, այո։ Ուրեմն մենք այդպես պետք չէ աղոթենք, որ ով Աստված օրտնե ինձի, ես ասել, արդեն ծրակները։ Հաբա,
Հիսուս ինչպես ասա ոչ իմ կամքս, հավա քո կամքդ։ Քո կամքը դլա ինչպես որ երկինքը, նույնպես այերից վրա։ Ամենադեմ որ դերունական աղոտ կգսենք, որ քո աղոտ կեսադերուն ինչ իմաստ կա ասոր եդերոքներ։ Ադի ասելը մեծ բարդականություն, պատասխանատվություն կգենթատրե։ Այսինքն ես կսեմ որ ով Աստված թող քո կամքը դլա։ Փերանով եթե ասի, Աստված երբեմն ըստիված կբարդացրե մեզի որ մեր անկյուն բերե եւս է նստիրոս մլի գրեինցի։ Չեմ ուզել ձեզով խոսի, բայց երբեմն Աստված կստիպի որ ձեզով խոսի։ Ինչպես պիտի հասկանանք Աստծո կամքը։ Ինչպես քիչ առաջացի Աստծո կամքը իր հայտնված խոսքն է։ Երբ որ դու ամեն օր խոսքը կգարտաս, ունիս մենիկ բահի ժամը ամեն օր հավատարիմ ես, երբ որ գաղութես։ Բարակաները Աստծո կամքը կհայտնեն երբեմն։ Աստված թուրմը կկոցե, կամ թուրմը կփանա։ Բարականերն անոնք։ Վիճակ կփանա արջևդ, որ թուն չէիր ագնկալեր որ եւ Աստված գսե որ ասի եկու կամքդ։ Համար մնագա Եսայի մեջ գսե որ երբ որ ջամփաները արջևդ կա կշվարից, ցանը բիդլսես քեզի գսե այս է ջամփան աստեն կալե։ Աստված ադիգա գնե եւ չորրորդը ask wise counsel, այսինքն իմաստուն փորձարու հավատացյալներու հարցուր որ ինչ խելք կուտաս ասվիճակի մեջ։ Մեկը սեբենք դե մանավանդ երդասարտներ որ այսօր դպրոցի որոշում իդարնեն ուր դպրոց բիդերտան ինչ ասպարեզ բիդի ընդրեն որքան իմաստություն է ծնողներու հարցնել փորձարու հավատացյալներու հարցնել մանավանդ ամուսնության հարցը երբ որ կա հարցնել Գամ ամեն մեկսալ որոշումներ բիդարնենք երբեմն գշվարինք մարդենք չէ քանի որ Աստված քեզի խոսքը բանալով չսեր որ գուզեն որ այսօր տուն ասիչ բանանես անանք համար չի գա եթե տուն որոշում բիդարնես մանավանդ առողջական որոշումները երբեմն աստեղ առնեմ ասի անեմ բժիշկի երթամ աստեստալամ գիտես աս հարցեր ունենք մենք գոքնե որ փորձարու անցիմ հարցնես խելք առնես եւ անշուշտ Աստծո վստահես։ Ուրեմն աս 4 կերպեր կան աղոթքով, Աստծո խոսքը կարդալով, բարականերով եւ իմաստության խոսք առնելով։ Հիմա նորեն ինչպես գիտեք, ինչպես իրեմ երկովը կամ պատմությունով վերջացնել այս գամքը լալու քաղաքարը։ Ասի երկմն է որ գսե դեր ինչպես որ գուզես։ 224 երկն է Էլմաճան երկարան մեջ։ Եվ այս երկը կրված է կերմանացի մարդու մգողում որուն անուն էր Բենջամին Շմոլկ կերմանացի մներ որ ծնավ 1672-ին okay քանի հարդարի առաջ Գերմանիա մեջ եւ ինքը ծնավ ընտանիքի մեջ որ հայրը լուսերն pastor էր լուդերական հովիվ էր Այն adin Martin Luther-ի բանանորը սկսած էր ավետարական շարժումը կաթոլիկութեն է եւ այդն բաժնված էր եկեղեցին ուրեմն նոր էր ասիգա հայրը Լութերն pastor էր եւ ինքը adun մեջ մեծավ եւ երդասարդ տարիքին ինքն Աստծո հանձնվելով հորը փոխնել եւ օրը անգամ նա պատկամ դվավ որ մեկը որ լսեց իրեն ուզեց դբրոց խտել իր բոլոր ծախսը դա որպես եթե եւ ինքն որպես հովիվ ուսանի եւ այդպես ալ եղավ 1702-ին, ուրեմն գրեթե 30 տարի հետո Եվրոպայի մեջ 30 years war, 30 տարվա պատերազմ եղավ, որ ընդհանրապես գրոնական պատերազմ էր, կաթոլիկություն եւ այլն, եւ այդ ընթացքին շրջակա բոլոր երկիրները կաթոլիկությունը շատ ավելի աստեցության դատ մտավ։ Ուրեմն լուստրոնները շատ դգարացան եւ իրեն արտոնվեցավ, որ մեկ բզդիկ եկեղեցի ունենա 36 քյուղերու համար եւ այս եկեղեցին աշինված է դախտագե եւ գավե ոչ թե կաթոլիկ եկեղեցիներու պես որ մեծ քարաշեն կոմպետներով ասանք եկեղեցի որ մինչեւ եվրոպաների երթակն է 1000 1200 1200 թվականներին հին գոտողներ կան այդպես ուրեմն այս տեսակ վիճակի մեջ էր որ այս մարդը Բենջամին սկսավ Աստծո ծառայել Եվ դժվար էր իր ծառայությունը շատ հարցակումի տակ էր եւ անկան դարիները իրեն դժվարություն տվավ որ ստրոկ ունեցավ, կաթված ունեցավ եւ իր կյանքին վերջին 7 տարին 65 տարեկանում երավ վերջին 7 տարին անգոնի ծառայեց եւ քրեթե գուրսավալ չգրծավ տեսնել եւ այդ ընթացքին էր որ 900-ը ավելի երկեր գրեց եւ այս երկը անոնց մեկն է
Եվ անշուշտ աս երկը իր մահեն գրեթե 100 տարին ավելի ետն է, որ անգլերենի թարգմանվեցավ։ Եվ անշուշտ ետ գնալ հայերենի, եւ իր այս դժվար ծառայության բարակայիններում մեջ է, որ սորվեցավ ասել դեր քու գամքը դլա։ Նույնիսկ ասավ, որ ան իր աչքը Հիսուսի վրա բահեց եւ ասավ, եթե Հիսուս լացավ, ինչու ես չի դամ աշխարհի վրա։ Ուրեմն այս երկին բարերը նեկտար քույր հաջիս մեզի գարտա 4 համար է, անգեց ետքը եթե հարմարությունը դրա մեկ հատ նվագեմ եւ մեկ համարը միասին երկենք։ Հրամեն նեկտար քույր։ 224 Դեր ինչպես որ գուզես քու գանքը իմ սնեմ սիրո ցերածդ մեջ ամեն բան կհանցնեմ առաջնորդե ինձի ընդրե ինձի ջամփա թող միշտ սրդանց երկեմ քու գամքը դերլա դեր ինչպես որ գուզես թե դաս ուրախություն թե լավագույն սեբես վիշտ ցավունեղություն եւ արդասված մեջ են թե ասղս երևնա թող հույսս չմարի քու գամքը դերլա դեր ինչպես որ գուզես ինչ որ լավ վիճակս զիս քեզ նման ընես լաս իմ օրինակս Եգրիս վրա թունլացիր ձարադալ հոստոլա միայն թե հետս եղիր քու գամքդ դերլա դեր ինչպես որ գուզես թուն հետս լաս իրավ ինչ որ ալ որոշես ինձի ամենեն է լավ ամեն բան աբաղով ներգա եւ աբակա երկեմ միշտ ծնծումով քու գամքդ դերլա Հիմա տելեֆոններում ուղղեցի նկարը, առաջին համարը եւ միասին երկենք Այսօր ինչպես ասենք, ես երկու միդասենք քու թակավորություն կա, քու գամքը դլա։ Վստահենք Աստծո, որպեսզի իր գամքը, որ բարի, հաճելի եւ կատարյալ է, մեր կյանքերում մեջ ունի։ Ամեն։ Դերը օրհնե։ Ամեն դեզվի տալակ